մածունը սև է, ոնց մածունը սև է, ասենք մածունը կարմիր է, մենք չենք կարա հիմք ընդունենք, որ Փարաքերում, Գյումրիում իշխանությունը պարտվեր է, քարկտիկ են դառնում, էլի սենց, մանրանում, սենց փոշիանում գնում են, իմ դրածը չեմ կարում վայելեմ, իմ ներդրումները ես չեմ կարում հետ բերեմ, ես ոչ մի անգամ տեղում չեմ կարում նստեմ, տեղում ջուրը, որ մնում է, հոտում է, անփորձ մարդին բերում ես, դնում ես գործի, փորձանք է բերում, իշ կամ է լավ տղա էլ ինքը, իմ թշնամիները մենակ նախանձողներն են։ Արմնուր լրատվականի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ուժը հայրենյաց կուսակցության ղեկավար, ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Արզաքանցյանին, ողջույն, պարոն Արզաքանցյան, շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Պարոն Արզաքանցյան, շատ թեժ քաղաքական իրավիճակ է այս պահին Հայաստանի Հանրապետությունում, տարբեր քաղաքական ուժեր կարծես թե վերադասավորումներ են իրականացնում, պատրաստվում են 2026-ի ընտրություններին, ազգային ժողովի ընտրություններին, ու կարծես թե քաղաքական շրջանակների կուլիսներում քննարկվում է, որ իշխանափոխությունը մոտ է, Նիկոլ Փաշինյանը հեռանում է, քանի որ Գյումրիում եւ Փարաքարում նրանց կուսակցության ներկայացուցիչները պարտվեցին ընտրություններում համայնքապետ չունեցան։ Ինչ եք կարծում, իշխանափոխությունը մոտ է Հայաստանի Հանրապետությունում։ Ասեմ, երկու օրինակում մենք չենք կարա հիմք ընդունենք, որ Փարաքերում, Գյումրիում իշխանությունը պարտվեր է ու իշխանափոխություն կլինի, բայց իշխանափոխությունը լինելու համար մենք ասեմ պետք է այնքան ուշադիր լինենք ամեն ինչին, որ այսօրվա օրինակներով, որ ունենք ճգնաժամ քաղաքական, ունենք տնտեսական, ռազմավարական, հենց դրա պատճառով էլ այսօրվա իշխանությունը ունի քաղաքական անկում, պետք է իրանք էլ իրենց հաշվարկները ճիշտ անեն ու նայեն մեր պետության օգտին շատ աշխատանքներ կատարեն, որ այս ճգնաժամից դուրս գա մեր երկիրը, որտեղ այսպես շարունակելով մենք ուր ենք գնում։ Մոտ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը ըստ ձեզ իշխանությունից։ Ես հիմա չեմ կարա 100% պատասխանեմ, բայց ոչ մի իշխանություն էլ չի կարում իշխանության ղեկին, որ պետք է 100 տարի մնա ղեկին, ամեն ինչ ժամանակավոր է, բոլոր իշխանության ինչքան փոփոխություններ լինում է, պետք է այն փոփոխությունը այն ձևի լինի, որ կարողանա երկրի համար արդյունավետ աշխատանքներ բերի, եթե այն թիմն է գալիս արդեն լավ թիմ է գալիս իշխանության ղեկին, պետք է ինքը ունենա լուրջ ծրագիր, ճանապարհային քարտեզ, որ կարողանա տնտեսությունը արդեն մեծ բարձունքների բերի։ Պարոն Արզաքանցյան, այս պահին օրինակ Ազատության հրապարակում պայքարողներ կան, արցախցիներն են փողոցում, տարբեր քաղաքական ուժեր անդադ ակցիաներ են իրականացնում, ինչու չեք միանում կամ ինչ եք կարծում, իրենք կհասնեն իրենց նպատակին։ Գիտեք, ինչ արվում է մեր երկրի զարգացման, փոփոխության, տարբեր խնդիրները լուծելու համար, մենք պատրաստ ենք միանանք այն քաղաքական ուժերին, որ օրինական միջոցներով փոփոխությունների կգնա ու մենք ունենանք փոփոխություններ դեպի լավ ծրագրեր կառուցելու, զարգացնելու համար։ Չկա հիմա այդ ուժը, պարոն Արզաքանցյան, որին կուզեք միանալ, դրա համար պետք է մի քանի առողջ կուսակցություններ համախմբվեն իրար հետ, որ կարողանանք հասնենք այդ նպատակին։ Թե չէ այդպես Որոնք են այդ առողջ ուժերը, օրինակ ում եք տեսնում առողջ ուժ այս պահի դրությամբ, օրինակ Գյումրիում Վարդան, Մխիթարյան միավորվեցին։ Այդ շատ մեծ օրինակ էր։ Այդ շատ մեծ օրինակ։ Օրինակ քաղաքապետի ընտրություններին 24 թվականին որ կատարվեց, ես քանի կուսակցությունների անձամբ ես եմ հրավիրել, եկեք միանանք, որ կարողանանք սենց իրար հետ ուժ ստեղծել քաղաքապետարանում, մտնենք իրար հետ գնանք մեծ աշխատանքներ կատարենք մեր քաղաքի համար։ Ուրեմն ասեմ, 7 կուսակցության ղեկավարների հետ եմ հանդիպել։ Չեմ ուզում հիմա անունները տալ։ Մեկը չեմ ուզում մասնակցել այս անգամ։ Մյուսը խնդիրներ ունեն գումարային, ծախսեր, մյուսը
պատրաստ են միանալ։ Հենց գալիս արդեն միանալու օրը, արդեն sense քարկտիկ են դառնում, էլի sense մանրանում, sense փոշիանում գնում են։ Հիմա դրա համար էլ պատճառը հասկացել եք ինչն է, պաշտոնակռիվ, աթոռակռիվ։ Գիտես, շատերը վախեցած են, որտեղ այն ժամանակներն են գասե, արդեն այդ ժամանակների մենք ոչ մի անգամ չեն գտնվել, որ մարդկանց արդեն գիտեք վախեցնում են, չեն մտնում պայքարի մեջ, ուրեմն իրանք էլ իմանում են ինչի համար են, կան կամպրանատներ տարբեր, հետ կապնում իրանց նպատակից։ Այդ ամենավատն է, որ մարդիկ իրանց անցյալը ճիշտ չեն քայլել, դրա համար էլ կան խոչընդոտներ, որ կապնեցն առաջ չեն կարող գնալ։ Դրա համար ես ասեմ, իմ դեմ որ ունենային, ասեմ ձեզ, մինչև հիմա ես քրեական գործերի մեջ կլինեի, որտեղ իմ դեմ որ բացվավ այդ քրեական գործերը, ոնց որ փակվավ այդ քրեական գործը, որտեղ ես օրինական էի ստացել տեղեկանքը, գնացել օրինական ընտրությունների ու ապօրինի գույք օրինակ, այդ ապօրինի գույքով, որը տարբեր հիմա նախկին իշխանության ներկայացուցիչներ դատարաններում են։ Ասում փառք, ես ոչ մի անգամ աչք չեմ ունեցել պետական գույքերի վրա ու բյուջեին մոտիկ չեմ եղել ու ես իմ դրածը չեմ կարող վայելեմ, իմ ներդրումները ես չեմ կարող հետ բերեմ, այնքան խաբեբաների հետ են շփվել, այն սկզբից որ մոնոր եկել ենք 97 թվականին սկսեցինք տասնյակ միլիոններով ներդրումներ կատարելու, մինչև հիմա ես չեմ կարող իմ եղած գործերածը հետ բերեմ։ Մի քանի գործարաններ ունեմ, որ հիմա անօրինական ձևով հին իշխանության շնորհիվ մնացել է ուրիշների ղեկավարության ու սեփականություն են համարում իրենց ձեռքում, արդեն սեփականատեր են իրանց զգում, քրեական շատ գործեր են իրեն կարել, որ հիմա էլ ասում են ժամկետն է լրացել, դու չեք պատկերացնում ես ինչ դժվարությունների մեջով եմ անցել, այստեղ ես էլ հայ լինելով, այդ օրը ծանր տարել եմ, չեմ բողոքում, լացել էլ չկա իմ մեջ է, ես տեսնում եմ, բայց այդ կամից հետո ասում, օտար երկրացիները ինչ օրը կընկնեին, չեք պատկերացնում ինչ դժվարությունների մեջով եմ անցել։ Ես որ նոր եկել էի, ես սկսեցի կոշիկի արտադրության մեջ խոշոր ներդրումներ կատարեցի $1 միլիոն, տրիկոտաժի մեջ խոշոր ներդրումներ կատարեցի, էլի անլուրջ մոտեցան, այդ ամեն ինչին վնասներ եք կրել, վնասներ եմ կրել, շատ վնասներ եմ կրել, կոշիկի արտադրության մեջ հարդախություններ կատարեցին մարդիկ, հարդախություններ, գողություններ, կոնյակի բիզնեսով, որ սկսեցինք արդեն խոշոր աշխատանքներ կատարեցինք ու գյուղատնտեսության ոլորտը զարգացրեցինք, ասում փառք շատ լավ օրինակներ ցույց տվեցինք, ես ուրախ եմ, որ այսօր մենք շատ արտադրողներ ունենք, գինի, կոնյակ, տարբեր խմիչքներ, շատ աշխատատեղեր են մարդիկ ստեղծել, այն ժամանակ 3 մատերի վրա ասենք 3 խոշոր ընկերություններ կային, որ զբաղվում էին արդեն գինոգործությամբ, կոնյակագործությամբ, 3-ից մեկը մեր ընկերությունն էր, որ այդ ասեմ ամենաշատ խոշոր ներդրումները կատարել ենք մենք, ոչ թե Պերնոր Ռեկարը։ Պարոն Արզաքանյան, դրան զուգահեռ օրինակ ձեզ անհոգ քաղաքացի են համարում, որը ընդամենը բիզնես գործունեությամբ է զբաղվում Հայաստանում, տուրիստական գալիս է Հայաստան, իր բիզնեսների համար հանդիպումներ ունենում ու գնում է Հայաստանի Հանրապետությունից, այդպես են քննարկում ձեր անձի հետ կապված։ Ասեն դուք շատ անհոգ եք, դուք որևէ խնդիր չունեք, ընդամենը Հայաստան գալիս եք միայն ձեր բիզնեսների համար։ Համակարծիք եք։ Այդ մարդիկ մենակ պարապ մարդիկ են այդպես բաներ խոսում, այն լուրջ մարդիկ, որ իսկապես ոչ մի անգամ ժամանակ չեն քննադատեն լուրջ գործարարի կամ լուրջ քաղաքական գործիչի, որտեղ իմ կերպարը ոնց է եղել, ես ամեն ինչ դրեցի կողքի, իմ բիզնես ոլորտը, դա ես քաղաքականության մեջ եղել եմ, պատգամավոր եղել եմ, ծառայել եմ մեր պետության, հիմա ես այս ճգնաժամից հետո, պատերազմից հետո մանավանդ որոշեցի մտնեմ քաղաքական դաշտ, որ կարողանամ լրիվ իմ ունակությունները, իմ ձեռքբերումները, իմ փորձությունը օգտագործեմ, ծառայեմ մեր պետության համար, մեր ժողովրդի համար, որովհետև այսօրվա
նախարարների անցած ճանապարհը կարող եմ անգամից sense ասեմ, իրանք չգիտեմ որտեղ են ունեցել փորձառություններ, ինչ բանակցություններ են տարել, ինչ գործեր են արել ժամանակին, ինչ կոլեկտիվ են ղեկավարել, ինչքան մարդ են ղեկավարել, ինչի են հասել, մեկին թող ցույց տան մի հատ օրինակ, որ այսօրվա խոսքի իշխանության մեջ կա այդպիսի մարդիկ, որ իրենք իսկապես լուրջ ճանապարհ են անցել, թե քաղաքական, թե բիզնես ոլորտում։ Ես այնտեղ տեսնում եմ մաքսիմում 2-3 հոգի, որ իսկական քաղաքական ճանապարհ են անցել այսօրվա գործող իշխանության։ Հիմա ձեզ ինչ եք քննադատում ձեր անօգնության բիզնես գործընթացը։ Ես ասում եմ պարապ մարդիկ են, թե ես հիմա մենակ նստեմ այստեղ, ասեմ, ինձ պետք չէ քննադատել, եթե ուզում եք ինձ գործի մեջ չտեսնեք, թող ընտրությունների ժամանակ ընտրեիք մեր կուսակցությանը, ես կնստեի այստեղ կզբաղվեի քաղաքականությունով։ Հիմա այս քաղաքականությանը հետևում եմ, անուշադիր չեմ բոլոր քայլերին իսկական կուսակցությունների, ղեկավարների, գործող իշխանության աշխատանքների։ Հիմա օրինակ ինչ եք եկել Հայաստանի Հանրապետություն, նոր եք չէ եկել Հայաստան։ Հայաստանը իմ տունն է, ես գալիս եմ, գնում եմ։ Դա ասում տուրիստ եք, գալիս եք, գնում եք մենակ։ Ես ոչ մի անգամ տեղում չեմ կարող նստեմ, ասում տեղում ջուրը որ մնում է, հոտում է։ Հոտ է գալիս, նեղում է, տենց կոպիտ ասեմ։ Դրա համար պետք է միշտ շարժերի մեջ։ Ես որ դուրս եմ եկել, խոշոր ներդրողներ եմ ման գալու։ Մեր պետության մեջ է, բացի ինձանից, մեր Հայաստան, ով է բերել ամենախոշոր ներդրումները, ով է բերել։ Կարող եմ բենց բարձրել ասեմ, ով է բերել, թող ասեմ պարոն Արձականյան, գլուխ ես գողում, ես քեզանից շատ ներդրումներ եմ բերել։ Ամենամեծ ներդրումներն են բերել, որ իրանք այդ ներդրումներ կատարողն ամենախոշոր սոցիալական աշխատանքներն է կատարել մեր երկրում։ Մարդիկ գիտեին, որ Դիվասել ընկերության ղեկավարը, որ իրեն ծրագրով ինքը պատվով անում էր իր աշխատանքները, գիտեին Ռայֆ Էրիկյանն է դրա տերտիրականը, բայց բարեխիղճ կատարում էր իր աշխատանքը, ինքը հիմա նորից շրջագայելու եք, գնալու եք հիմա ես, այո, բավանց, ես հիմա նոր ներդրողներ եմ ուզում բերեմ Հայաստան հանքարդյունաբերության ոլորտում, տարբեր տեխնոլոգիաների, ուրեմն շինարարության ոլորտում, որ կարողանանք մենք ունենանք Հայաստանում բարձրակ, խոշոր շենքեր, բիզնես կենտրոններ, որ երկրներն են, որ փորձում են Հայաստանի հետ կապ հաստատել, ներդրում անել ձեր հետ բանակցությունների մեջ են, մի քիչ լուսավոր ենք, էլի, որ չասել։ Շատ մեծ կապեր ունեմ ես արաբական երկրների հետ, եվրոպական երկրների հետ, իմ խոշոր բիզնեսմենների հետ, Շվեյցարիայում ունեմ, տարբեր երկրներ, ես ասեմ ձեզ, ես 93 թվականից ես արդեն արտասահմանում ունեցել եմ միլիարդատեր ընկերներ։ Մինչև հիմա ես իրանց հետ ամեն օր շփման մեջ եմ։ Ամեն օր շփման մեջ եմ ու իրանք էլ պատրաստ են, որ մեր երկրում պատերազմական իրավիճակից դուրս գան, իրանք պատրաստ են կան ներդրումներ կատարեն։ Անկանոն իրավիճակները պետք է լրիվ փակվի, որովհետև այս ամեն ինչը ազդում է երկրի զարգացման վրա։ Մինչև հիմա մենք չենք կարողանում լուրջ խաղաղության պայմանագիր ձեռք բերենք։ Խաղաղության պայմանագիր ձեռք բերելուց հետո արդեն կիմանա ներդրողը մտածում է, չէ՞ իրեն որ երկիր գնա։ Որտեղ գումար է դնում, ինքը մտածում է, ապահով լինի, չէ՞, ինքը պետք է ապահովված լինի։ Որ ինքը գումարը ներդրումները կատարելուց հետո ոչ թե մենակ կարող է իրեն գումարը հետ ստանալ ժամանակին, կարող է իրեն չկորցնի ինքը, չկորցնի, իր նպատակին հասնի։ Պարոն Արձականյան, սրան զուգահեռ, օրինակ նախորդ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համար պարզ է դարձել, որ չկրթված է կառավարությունը, տգետներ են ու իրենք 7 տարի շարունակ մնացել են առաջին դասարանում։ Հիմա դուք աշխարհ տեսած մարդ, ինչ եք կարծում, տգետներով հավաքվել են կառավարություն են ղեկավարում։ Ուրեմն ասեմ ձեզ, ես չեմ ուզում այդ խոսակցության մեջ մտնել,
այդ տգետ բառերը ես չեմ լսել ճիշտ ասած, բայց ես կարամ մի բան ասեմ։ Ուղիղ, ասում 7 տարի նույն դասարանում ենք մնաց, այսինքն գործ չեն արել, 7 տարի հավաքվել են ու որևէ աշխատանք չեն իրականացրել։ Չէ, աշխատանքներ, որ ասես չի կատարվել է, մենք ոչ մի անգամ ասենց ասեմ ձեզ շինարարական աշխատանքներ մեր երկրում չի եղել, չգիտեք մենք մեզի չստենք, լավ բաներ էլ է շատ կատարվում ու կատարվում է, մենք արդեն շատ բիզնեսմեններ այսօր որ մենք չէինք ճանաչում, դարձել են երիտասարդներ լավ բիզնեսմեններ, բիզնեսով են զբաղվում, գյուղատնտեսական ոլորտում են զարգացումներ կա, առաջընթացներ կա, շինարարական աշխատանքները Հայաստանում ոչ մի անգամ կյանքում ասենց շինարարական աշխատանքներ չի կատարվել, մի հատ շենք պետք է մեկը սարքեր, 1000 հոգու պետք է գնար կամ կաշառք տար, թույլատրություն կամ փայատեր դարձնել նոր բարձրակ շենքեր սարքին։ Հիմա տեսեք ոնց է ծաղկել մեր երկիրը։ Ես ասեմ, դա չմոռանան, լավ կողմեր էլ կա, վատ կողմեր էլ կա։ Գոհ եք դուք։ Ես ասեմ, եւ բաներ մերոպ է, կա ոլորտներ, որ ես գոհ եմ, կա ոլորտներ, օրինակ անվտանգության խնդիրը իմ համար շատ թերի է, տնտեսական շատ առողջ առաջընթաց կա։ Ասել եմ մի քանի անգամ, հիմա էլ կարամ ասեմ, մենք էքսպորտ էինք ուղարկում, արտանում էինք կատարում, պետք է գնայինք, մարդ ճարեինք, խոսեինք հարկայինի հետ, որ մեր ինդեքսը հետ ստանայինք, հələ կաշառք էին ուզում մեզանից, ասեմ, ոնց որ կա, բայց հիմա տես բան չկա, արդեն հիմա մենք քանի օր անցնում է, ստուգումը կատարում են, այդ գումարը գալիս է նստում է քո հաշվին, դա մեծ ձեռքբերում է, ասեմ, որ հիմա արդեն բիզնեսմենը, գործարարը զգում է, որ իրեն գումարը չի սառնում, շրջանառության մեջ է վերադառնում նորից, հետո ինչը վերաբերվում է մնացել են 7-րդ դասարանի վրա, թե 7 տարում առաջի դասարանի վրա, բոլոր իշխանությունները, որ գալիս են ղեկի, պետք է իրենք իրենց թմի մեջ ունենան արհեստավարժ մարդիկ բոլոր ուղղություններով, թե կլինի բժշկական, տնտեսական, գյուղատնտեսական, իրավաբանական, ռազմավարական աշխատանքների համար, պետք է ճանապարհ անցած մարդիկ լինեն իրանք, տեսած լինեն, փորձություն ունենան, անփորձ մարդիկ բերում ես դնում ես գործի, փորձանք է բերում, իշքան էլ լավ տղա էլ ինքը, լավ տղան թող մնա իրաց տունը լավ տղա, իրաց թաղում լավ տղա, լավ բարեկամը, այստեղ պետք չէ ոնչ խնամի խաղալ, ոնչ բարեկամ, ամենակարևորը դու պետք է ունենաս արհեստավարժ թիմ, որ կարողանես նոր ձեռքբերումներ բերես ու քո ղեկավարման ժամանակ դու կարողանաս խոսալու տեղ ունենաս, արդյունքները ցույց տաս։ Դե ուրեմն այդ տղետներին պետք է ուրեմն հանեն, տանեն իրենց տունը, նոր արհեստավարժ մարդիկ բերեն, որ ցույց տան այս ժամանակ ընթացքում իրանք մեծ արդյունքների են ասել, որտեղ կան տարբեր նախարարություն, իրանք արդեն իրենց աշխատանքը չեն կարող մինչև վերջ կատարեն, ասեմ ձեզ մենք ունեինք նախարարություններ են, որ նախարարությունները բռնեցին, փակեցին, արեցին տարբեր բաժիններ, մինչև հիմա մեր օրինակ հին մշակույթներով հարուստ երկիրը մշակույթի նախարարություն չունի ինքը առանձին, որ պետք է գործի։ Մեր ազգը այսօր դարձել է գենոցիդից հետո թափառական, տարբեր տեղեր ապրում են, մենք այսօր Սփյուռքին ուրիշ աչքով ենք նայում, ամենավատն է, Սփյուռքը մեծ աշխատանքներ է կատարել Սփյուռքի նախարարության հետ, Սփյուռքի նախարարությունը ճկուն աշխատում էր, այդ նախարարությունը մեր, ասենց ասեմ, ոչ թե առաջի շնչառությունն էր, որ ասում ես երկրորդ դիխանին էր, ռուսերեն ասած, հենց մեր եղբայրներն են, մեր հարազատներն են, որը մտածում են այսօր ուրիշ երկրում էլի մեր մասին լավ կյանքից ելնելով իրանք չեն գնացել բնակվել տարբեր երկրներ։ Օրինակ Փաշինյանի հետ հաճախ հանդիպումներ ունենում եք, այսպիսի հարցեր բարձրաձայնել եք ու երբ եք վերջին անգամ հանդիպում։ Այս տարի չեմ էլ հանդիպել, այս տարի ես Փաշինյանի չեմ հանդիպել։ Հրավեր ստացել եք, բայց բան Արցախյանցյան, թե մերժում եք ամեն անգամ, եթե ես չեմ ուզում վերադառնալ դրան, այս տարի ես հանդիպում չեմ ունեցել Փաշինյանի հետ։ Ուրեմն ասեմ ձեզ հիմա էլ կան խոշոր խնդիրներ, շատ խոշոր խնդիրներ, որը
պետք է ընտրություններին ենք մոտենում, շատ ու շատ լինի այսօրվա իշխանությունը, որովհետև այս օրինակներն էլ Փարաքերի, Գյումրիի հաշվի առնեն, ձեր հարցի պատասխանը մինչև վերջ պատասխանը, որ իրենք արդեն ընտրությունների ժամանակ զգան, որ առաջվա պես չի լինելու։ Պարոն Արզականցյան, նաև սրան զուգահեռ իշխանությունների դեմ պահանջ է դրել Ալիևը, ուզում է սահմանադրություն փոխել։ Նախ սահմանադրության փոփոխությունը ինչու է հենց նրա պահանջով կատարում եւ սրան զուգահեռ ասում է, որ մենք պետք է խաղաղության պայմանագիր կնքենք, բայց Ալիևն ասում է, որ հայերի հետ բարեկամանալը շատ ոչ հեռանկարային է։ Սա ինչ է նշանակում, ընդամենը Փաշինյանի կարծիքով մենք կհասնենք այդ խաղաղության պայմանագրին։ Ուրեմն ասեմ ձեզ, սահմանադրության փոփոխությունը ինչ է ստիպում մեզ փոխել սահմանադրությունը մեր ամենակարևոր երկրի, ասենց ասած, հիմքն է։ Սահմանադրությունով դու կարող ես արդեն իմանաս քո երկիրը ինչ ձևի է իրեն կյանքը տանում առաջ ապագա սերունդի համար, իսկ ձեր պետք է ապրես ու սահմանադրությունը իսկ ձեր պետք է պահես, որ ամեն իշխանություն, որ գալիս է ղեկի, իրավունք չունի սահմանադրությունը հարմարեցնի, ոնց որ իրեն պետք է, իրավունք չունի։ Ու մինչև Նիկոլ Փաշինյանը ասում էր Սերժ Սարգսյանի հագով պետք չի կոստյում կարել Ուրեմն ասեմ ձեզ մինչև վերջ, ոչ մի օտար երկիր իրավունք չունի թելադրի, մենք սահմանադրությանը ինչ փոփոխություններ պետք է տանք ու սահմանադրությունը փոփոխությունների տալու համար էդի պետք է արվի ընտրություններից հետո նախ, ոչ թե մինչև ընտրությունները։ Հետո դու պետք է ունենաս սահմանադրության փոփոխությունների ժամանակ դաշնակից ընկեր, որը քո պետության շահերը կարող է քո հետ միշտ պահպանի, որ իրենք արդեն մասնակցեն այդ փոփոխություններին, ընտրություններից հետո, որ դու սխալ քայլեր չկատարես ու պաշտպանեն մեր պետության շահերը, որովհետև ունենք մենք այսօր հարևան, որ ուզում է խաղաղություն ձեռք բերի, թելադրում է ինքը իր ձև իրեն պետք է, ինքը ոնց որ պահանջում է այդ ձևի փոփոխություններով նոր խաղաղության պայմանագիր ստորագրի։ Այդպես չի լինելու։ Դա ամենամեծ սխալն է, ասեմ ձեզ, այսօրվա իշխանությունը ասում է բոլոր արդեն հարցերը քննարկել են, թեման արդեն փակ է խաղաղության պայմանագրի, բայց իրենք հրադադարի խախտումներ են գրանցում, կեղծ, որ իրենք ուշացնեն ստորագրելը խաղաղության պայմանագրի, որպեսզի նոր էլի պայմաններ դնեն մեր կառավարության առջև։ Դրա համար էլ պետք է հստակ ու խիստ լինել արդեն ինչ պայմաններ դուք դրել եք, մշակել եք, ճիշտ ասած այդ պայմանները մենք մինչև վերջ ոնց էլ կարող ենք տեսնենք ինչ պայմաններ են դրել, ինչ քայլեր են ձեռք բերել այսօրվա իշխանությունները հարևան թշնամի երկրի հետ, որ ուզում է բարեկամական ու տնտեսական կապեր ստեղծի։ Բայց ասում եմ բարեկամ չենք դառնալու, պարոն Արզականցյան, ասում եմ շատ անհեռանկար է, որ մենք մի օր հայերի հետ կդառնանք բարեկամ։ Որովհետև ձեզ ասեմ, իրանք ամենավատը են ու ծանրը, որ մեր ժողովուրդը պատերազմից հետո ընտրեցին պարտված իշխանությանը ու պարտված իշխանությունը չի կարող երբեք մեծ ձեռքբերումներ ունենա հաղթող կողմի հետ, որովհետև արդեն իրենք շատ խոսալու տեղ ունեն, դա ոչ թե այսօրվա իշխանության ես խորը քննադատեմ, դա փաստա չկա աշխարհում այդպես դեպք, որ դու պատերազմը պարտվես, ելի մնաս ղեկին ու շարունակես ղեկավարես ու գնաս բանակցության դու քո հաղթողի հետ ասես մածունը սև է։ Ոնց մածունը սև է։ Ասած մածունը կարմիր է։ Ինչ գույն ուզես, ինքը իրանից կստանես, դու չես կարող քո ճիշտը տանես առաջ։ Չես կարող։ Ինքը ինչ գույն ուզա կարող ասի, պետք է դու դրան գնաս արդեն իր ասածով մոտենաս։ Եկեք մեզ չխափենք, էլի չի լինելու խաղաղության պայմանագիրը։ Խաղաղության պայմանագիրը նման գլներ իսկական խաղաղության պայմանագրի ես կհավատայի, եթե այսօր մեր
Գեղարքունիքի սահմաններից թշնամին դուրս եկած լիներ։ Ջերմուկից դուրս եկած լիներ։ Կրակոցներ չլինեին։ Սյունիքի մարզից կրակոցներ չլինեին։ Ուրեմն մեր հիմա համաքաղաքացիները Ադրբեջանի բանտում նստած չլինեին։ Դուք այդ ամեն ինչը, եթե դուք ուզում եք խաղաղության գնալ, դու ամեն ինչ անում եք, ես բան չունեմ ասելու, դու բոլոր ամենավերջի գերիներիներ իրանց բանդակված են հանցագործիներ հանեցիք պատվալներից, բանտերից տվեցիք իրանցը, բայց դրա դեմ ինչ եք ստացել։ Մենք ունենք գերիներ, մենք ունենք շատ կորած զինվորներ, դատվող ռազմաքաղաքական ղեկավարներ, Բաքվի բան։ Պարտված պատերազմ ու Արցախն են կորցրել, ինչ ասեմ, չեմ ուզում նորից վերադառնամ այն, որ իսկապես ինչքան մայրեր սև շորեր են հագել, ինչքան մարդիկ անտուն են մնացել։ Հիմա դրա համար պետք է իշխանության գլխին այն մարդիկ լինեն, որ արդեն իսկապես ճիշտ ճանապարհային քարտեզ ունեն ձեռքներում, ճիշտ ծրագիր ունեն ու թշնամու հետ խոսալու այն, որ ասում են դուխով անում ենք հեղափոխության ժամանակ, բայց այդ դուխը եկեք արեք ասենք ինչ է լավ այդ դուխը, ինչ է լավ այսօրվա իշխանության այդ դուխով գշերցրեք, եկեք չմոռանանք այդ լոզունգը առաջ եկան դուխով։ Հայեր ջան դուխով։ Բայց դուխով Արցախը մերն է, Արցախը Հայաստանը, հիմա Արցախը որ Հայաստան է, ինչև էր մենք պետք է պաշտպանեինք, որ ինքը Հայաստան էր։ Այդքան պաշտպաներ ենք, այդքան զոհեր ենք ունեցել։ Ես էլ եմ խաղաղության կողմ, բայց խաղաղությունը պետք է գնաց տվաստած խաղաղության այն ձևը, որ հետո իրանք չկարողանան քեզ հսկեն, քեզ թելադրեն, մսերմացնեն, դու պետք է փառքով ունենաս, փառքով գնաս չէ քաղաքականության։ Պարոն Արզականյան, նաև մի թեմայի անդրադառնանք, ձեր տունը գողեր էին մտել վերջին ժամանակահատվածում, ասեցիք, որ դեռ չեք պարզել, հա, ինչ են տարել, ինչ նպատակով են փորձել մտնել, պարզեցիք, իմացաք, նախ ինչ-որ բան հասցրել էին գողանալ, թե… Չէ, ոչ մի բան չեն հասցրել։ Իսկ պարզեցիք, ոստիկանություն ասեցիք շտաբ եկել է… Ճիշտ ասած, մենք ոչ էլ պատկերացնում ենք այդպես շուտ իրան դեպքի վայր կգան ու տենց օպերատիվ աշխատանք կկատարեն։ Ես կրկին անգամ շնորհակալություն եմ ասում Զեյթունի թաղամասի ոստիկանության աշխատողներին ու կխնդրեի Կոտայքի քրեական բաժնին, որ ավելի ուշադիր լինեն, մինչև հիմա կողությունը չեն բացել մեր ոսկու գործարանի, հիմա շատ մարդիկ կաշխատեին, տնտեսության մենք էլ մեր ներդրումը կկատարեինք, որը արդեն տասնյակ միլիոններ ներադրվել հանքարդյունաբերության ոլորտում ոսկի արտադրելու համար, ոսկի գործարանի, ասեմ ձեզ այդ գողությունը մինչև հիմա չի բացվել, այդ դեպքը մնացել է ու ոչ մի ձևի մեզ տեղեկություններ չեն տալու, ինչ իրավիճակի մեջ է հիմա գտնվում։ Բան հետ կապված էլ ոչ մի ինֆորմացիա չունեք, ինչ է կատարվել, ով է փորձել մուտք գործել, ասիք, որ կողքի տունը եւս ինչ-որ… Կողքի տունն էլ մի տարի առաջ մտել էին ու սիգնալիզացիան նույնպես միացել էր ու իրենք փախուստի էին դիմել, չէին բռնել, նույն դեպքը մեր մոտ է կատարվել։ Հիշում եք, որ պատգամավոր էիք, պարոն Արզականյան, մի դեպք էր ձեր հետ տեղի ունեցել Ռուսաստանում, երբ որ հարձակվել էին ձեր վրա կազինո մտնելուց։ Ես չեմ ուզում վերադառնալ դրան։ Ուզում եմ հասկանամ ինչն է, որ այսպես անընդհատ ինչ-որ տեսեք, ձեր ասում եք գործարանի հետ կապված տուն, այնտեղ հարձակում էր եղել, դանակով չէ, հարձակում էր եղել ձեր վրա։ Չեմ ուզում այդ դրան։ Պարզվեց այդ իրադարձությունը, ովքեր են, ինչ են ձեր հետևից եկել։ Հա, պարզվեց, ոչ պարզվեց, հա, ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ չէ պարզ է։ Իսկ ով է ձեզ հետապնդում ամենամեծ դատավորը մեր կյանքի Աստվածն է։ Գիտեք, ասում պետք է պաշտես, սիրես, հարգես, դու հիմա ցավոք սրտի մեր երկրում ասեմ շատ մարդիկ անհավատ են դարձել, դա շատ վատ է, որտեվ անհավատ դառնալով դու չես կարողանա կյանքի նպատակների դեր դառնաս ու հասնես մեծ բարձունքների քո նպատակին։ Մենք առաջի քրիստոնյա ազգն ենք,
բայց այսօր տեսնում ենք ինչ է կատարվում, երիտասարդները ինչ որ տարբեր ուղղություններով են շեղվում, ասեմ ձեզ, առանց ասուն հավատալու, առանց հավատքի ժողովուրդ ջան, մենք ոչ մի բանի չենք կարող հասնել, 100% եմ ասում ձեզ, մարդ իր մեջ պետք է ունենա իրեն սրբությունը, հավատքը ու մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, դրանով պետք է մենք հպարտանանք, կապ չունի, որ եկեղեցում, որ մի եկեղեցական իրենից ձև է պահում, իրեն վարքերը կարա քննադատեք, բայց դա մեր հոգևոր աշխարհը պետք է մենք պահենք բոլորը։ Թշնամիներ շատ ունենք, բան Արձականցյան։ Ես ասեմ ձեզ, կասկածներ ունենանք, ով կարող էր ձեզ ուզենալ վատություն անել։ Բայց եթե ասում ես դու թշնամիներ չունես, ուրեմն քո կյանքում ոչ մի բանի չես հասել։ Իմ թշնամիները մենակ նախանձողներն են։ Ուրիշ թշնամի չունեմ։ Միշտ նախանձել են ինձ։ Միշտ նախանձել են։ Ինչին, որ լավ քաղաքական գործիչ եք եղել, լավ բիզնեսմեն եք, պարզել եք ձեր համար, որ ես գնահատում եմ կյանքը ու գիտեմ ինչ ձև պետք է ապրեմ ու ինչ ձևի որ ապրում ենք մարդիկ որ ունեն խոսքի ունեն հարստություններ իրանք ուզում են հարուստ մենակ մտածում են հարուստ լինեն ու հարուստ մահանան չէ իսկ ես ում հարուստ ապրեմ էլ եփ ապրես եթե ձեր բերումները չես օգտագործում քո կյանքի համար են լավ ժամանակ անցկացնես Դե ուզում եք հասկանալ հարուստ լինելու գաղտնիքը ո՞րն է, որ Իմ ամենամեծ հարստությունը, ասեմ ձեզ, ամենամեծ հարստությունը իմ երաժշտությունը իմ երեխաներն են, որ ես կարողացել եմ իրենց հասցնեմ լավ կրթություն տալ, իրենք լավ սպորտսմեն, լավ հասկացող, դաստիարակված երեխաներ են, ամենակարևորը ես այդ արել եմ։ Իմ ծնողները ինձ չեն կարողացել ոսկի ժամանակին ուղարկեն, ես սովորեմ արտերկրներում ամենախոշոր լավ հաստատված են համալսարաններում Բայց դուք կարողացել եք Harvard, Oxford, բայց ասում հարկ իմ երեխաները ինձ ոչ մեծևի սենց արած իմ հույսերը հույսաթափ չեն արել Ես իրանցով հպարտանում եմ, իրենք էլ ինձանով են հպարտանում ու ես բոլոր ծնողներին էլ խորհուրդ կտամ, որ դուք շատ ծնողներ կան, բողոքում են իրենց երեխաներից Իմ խորհուրդն է, որպես մեծ փորձառու բազմազավակ ընտանիքի հայր, ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, շատ զբաղվեք ձեր երեխաներով, շատ զբաղվեք, հետո ոչ քննադատեք երեխաներին։ Իրանք էլ ձեզ արդեն կսիրեն շատ կարճ են։ Ուշադրությունը շատ կարևոր է։ Մի լավ լուր էլ կա երիտասարդների համար, Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս համերգի տեղյակ եք, կգնա, կմասնակցեք, ու դա ինչ է տալիս մեր հայերին։ Լոպեսին տեսել եմ մեկ քանի անգամ Ջենիֆեր Լոպեսը շատ լավ հայտնի աստղ է, ուրախ կլինենք, որ գա Հայաստան, Հայաստանում էլ իրեն բեմադրությունը ցույց տա, իրեն մեր հայերն էլ տեսնեն ուրախանան, շատ լավ է։ Համերգներին մասնակցել եք, այսինքն մի քանի անգամ։ Համերգներին եմ մասնակցել, ճաշկերույթի եմ մասնակցել, մենակ Ջենիֆեր Լոպեսի հետ չէ, տարբեր աստղերի աշխարհի ես ունեմ լավ ընկերներ, որոնց հետ են ընկերություն անում, իրենց հետ ես եմ ընկերություն անում կինոաստղերի Իսկ Հայաստանը այցը ինչ է տալու հայերիս համար, ինչ կտա Ջենիֆեր Լոպեսը։ Բայց մեր երկիրը ինչու է պակաս, որ մեր երկիր չկան, իրանք էլ իրենց լրիվ արվեստը ցույց տան։ Մենք ոչ մեկից պակաս չենք։ Աշխարհի բոլոր լավ հայտնի երգիչներն են, դերասաններն են, պետք է այցելեն մեր երկիրը։ Մեր երկիրը աշխարհի հին մշակույթներով հարուստ պետությունն է։ Պետք է իրանք էլ տեսնեն, հպարտանան։ Կգաք այստեղի համերգին։ Չգիտեմ Օգոստոսին է նախատեսվում։ Օգոստոսին ես ստեղ եմ միշտ։ Շնորհակալ եմ, պարոն Արձականցյան, մեզ հյուրընկալվելու համար։